Ամոլության հետ կապված, նաև բոլոր թուլությունների հետ կապված տարբերակները տարբեր են, բայց քանի որ Սատուրնը այս պահին ձկներում է, նրանք ովքեր թույլ կամք ունեն 29-30, 44-45, 59-60, այդ տարիքային շրջափուլում գտնվող մանավանդ ձկներ, երկվորյակներ, կույս և աղեղնավոր, այդ կենդանակերպի ազդեցության տակ ծնվածներ հենց այս պահին գտնվում են դեպրեսիվ իրավիճակում, երբեմն օգտագործում են հակադեպրեսանտներ, որոնք չեն էլ օգնում, այդ չեն կարողանում դուրս գալ ալկոհոլի, թմրանյութի եւ տարբեր տեսակ մոլուցքների, որի մեջ նաեւ խաղամոլությունն է մտնում, դրանց ճիրանեց։ Ուստի խորհուրդ եմ տալիս ձեզ այս պահին Սատուրնը ձկներում է, կարող եք դիմել նաեւ հոգեբաններին, կարող եք ինքներդ ձեր վրա ազդել, ձեր կամքի վրա ազդել եւ այդպիսի մի իրավիճակ տղան ամուսնացել էր աղջկա հետ, շատ բարեհաջող ամուսնություն, կինը կարողացել էր օգնել, որպիսի ամուսինը դուրս գա այդ վիճակից, իսկ նրանք, ովքեր ամուսնացած են, ունեն ընտանիքներ, ես խորհուրդ եմ տալիս հավաքեք ձեր ուշքը, հա, այսպես են ասում, դուրս եկեք այդ ճիրաններից, մարդիկ վաճառում են տները, տնից հանում են հեռուստաձեւը, այն ինչը կարելի է վաճառել մեկ վայրկյանի հաճույքի համար եւ փոշմանում են արդեն ուշ է լինում, ուշադիր եղեք, սա չգիտեմ ինչպես ներկայացնեմ, սա դարի չարիքներից մեկն է, օնլայն խաղերը, բայց իմացեք, որ հեշտ գումար երբեք չի տրվելու ձեզ, խաղերի միջոցով երևի 1000-ից մեկն էլ չի կարողանում շահի, իմ խորհուրդը ձեզ, հորդորը ձեզ հավաքվեք, չեք կարողանում ինքներդ ձեր վրա գալ, գնացեք հոգեբանների մեջ, չեք կարողանում գնացեք եկեղեցի, չգիտեմ, աղավներ, ես չգիտեմ, կան արդյոք այդպիսի մարդիկ, որ կարող են օգնել, դիմեք այնպիսի մի անձի, որը իր կյանքում եղել է խորհրդանիշ, որը իր կյանքով, ապրած կյանքով կարող է ձեզ օգնել, այո, շատ վանահայրեր կան, ես տեսնում եմ, Facebook-ով էլ եմ տեսնում, որոնք իրոք նվիրված են եկեղեցուն, որոնք իրոք նվիրված են Աստծուն, ճանապարհները տարբեր են, եթե ոչ սիրելի հայրենակիցներ, ձեզ անկում է սպասում, դուք կարող եք կործանվել եւ այդ ժամկետը, որ մինչեւ Սատուրնը գտնվելու է ձկներու կենդանակերպում, դա փաստորեն 25 թվականի մայիսի 25-ն է, այո, այն կանցնի խոյ, հետո նորից հետ է վերադառնալու 25 թվականի մայիսից մինչև 26 թվականի փետրվարի 14-ը։ Մինչ այդ փաստորեն մինչև 26 թվականի փետրվար դեռ այս խնդիրները շարունակվել են, դեռ դուք լինելու եք հատակում, ձուկ ինչը այն քաշում է, այն տանում է դեպի օվկիանոս, այն ազդում է ձեր հոգեկանի վրա եւ շատ հավանական է, որ այդ խնդիրների հետ կապված հենց մարդիկ ստանան հոգեկան խանգարումներ, դա էլ հենց տալիս է